Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 13։ Ինչպես ես էլ իմ հորիցը ընդունեցի, և ես կտամ նրան առավոտյան աստղը, Հայտնություն 2 գլուխ 28 խոսք։ Մինչև լուսաբացը և ստվերների անհետացումը, ինչպիսի օրհնություն է տեսնել առավոտյան աստղը Տեր Հիսուսի մեջ։ Հիշում եմ, թե ինչպես թերթերում կարդացի մի հորինված հաղորդագրություն, որ Բեթլեհեմի աստղը կրկին հայտնվել է։ Ստուգելուց հետո պարզեցինք, որ դա պարզապես առավոտյան աստղն էր, բայց իրականում այդքան էլ մեծ սխալ չէ։ Լավագույնը Տեր Հիսուսին որպես արև տեսնելն է, բայց երբ դա մեզ չի հաջողվում անել, ապա հաջորդ լավագույն բանն է նրան տեսնել որպես այն աստղը, ով մարգարեանում է օրվա գալուստը և ցույց տալիս, որ հավիտենական լույսը մոտ է։ Եթե այսօր ես դեռ այն չեմ, ինչ հույս ունեմ լինել, այնուամենայնիվ նայելով Տեր Հիսուսին, լցվում եմ հավատքով, որ մի օր ես նրան նման կլինեմ։ Հավատքով Տեր Հիսուսին նայելը երաշխիք է, որ մենք կտեսնենք նրան իր փառքի մեջ և կվերափոխվենք նրա պատկերով։ Եթե այս պահին չունեմ ամբողջ այն լույսը ու ուրախությունը, որ կցանկանայի ունենալ, միևնույն է, կունենամ, որովհետև որքան հաստատ ես տեսնում եմ առավոտյան աստղը, նույնքան հաստատ կտեսնեմ նաև օրը։ Առավոտյան աստղը երբեք հեռու չէ արևից։ Ով հոգի, արդյոք ընդունել ես Տիրոջից առավոտյան աստղը։ Ամուր ես պահում այն ճշմարտությունը, շնորհը, հույսն ու սերը, որ Տերն է քեզ տվել։ Եթե այո, ապա դրա մեջ արդեն ունես գալիք փառքի արշալույսը։ Նա, ով քեզ ուժ է տալիս հաղթահարելու չարը և հաստատակամ մնալը արդարության մեջ, հենց դրանով էլ քեզ է տվել առավոտյան աստղը։